Արմավիրի մարզպետանի մասնագիտական թիմը մշտադիտարկում է պետություն համայնք համաֆինանսավորմամբ կառուցվող քաղաքաշինական օբյեկտներն ու ճանապարհները։ Ուշադրության կենտրոնում է հատկապես պետական ֆինանսավորմամբ իրականացվող դպրոցների, մանկապարտեզների եւ մարզադպրոցների շինարարության որակը։ Մասնագետները արձանագրած թերությունները ներկայացրել են պատվիրատուներին, դիմել են նաեւ համայնքապետերին ճանապարհների եզրերի աղբի կուտակումները վերացնելու համար։ Դույքագրվել են Արմավիրի մարզով մասնող միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհամերձ հատվածները, որի արդյունքում արձանագրվել են ճանապարհին կից հատվածներում քաղաքացիների կողմից կուտակված շինարարական եւ կենցաղային աղբ կամ այլ տեղից տեղափոխված հողային գրունտներ, որի վերյալ համապատասխան գրություններ են ուղարկվել համայնքներ արձանագրված թերությունները վերացնելու համար։ Աշխատանքային մեկ այլ խումբ էլ իրավական հսկողություն է իրականացրել մեծամոր խոշորացված համայնքում։ Ուսումնասիրել է ավականու եւ համայնքի ղեկավարի ընդունած իրավական ակտերը, նրանց վերահսկողության տակ գտնվող բնակավարները եւ գոհ է մնացել։ Աշխատանքային խումբը թերություններ կամ խախտումներ չի արձանագրել ընդհանրապես, ընթացակարգային որոշակի բացթողումներ են ունեցել, բարև ձեզ, որը վերականգնվել է հենց իրավական հսկողության ընթացքում եւ ասեմ նաեւ, որ աշխատանքային խմբի կողմից մեթոդական աջակցություն է ցուցաբերվել աշխատակազմին։ Անդրադառնալով համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերին, ոլորտի պատասխանատուն ասաց 2022-24 թվականներին հավանության է արժանացել 102 ծրագիր։ Զգալի մասն ավարտվել է, բայց կան ենթածրագրեր, որոնք դեռ ընթացքի մեջ են։ 55 ենթածրագիր էլ նոր են սկսելու։ Համայնքները շարունակում են սուբվենցիոն նոր հայտեր ներկայացնել նաև ընթացիկ տարվա համար։ Ստացել ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականը, որով տրվել է հնարավորություն 25 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մարզի 4 համայնքների բնակավայրերում նոր մանկապարտեզների կառուցման սուբվենցիայի ամբողջական փաթեթներ ներկայացնելու համար քաղաքացիական կոմիտեի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագծերով։ Գործարար ակտիվությամբ եւ գույքահարկի դրույքաչափի բարձրացման պայմանավորված էականորեն աճել են սեփական եկամուտները։ Ֆինանսական եւ նյութական ռեսուրսները խոշոր համայնքներին թույլ են տվել հավակնոտ ծրագրեր ներկայացնել։ Օրինակ յուղական բնակավայրերում ջերմոցային տնտեսություններն են շատացել, առևտրային կետերն ու օբյեկտներն են շատացել, հանգստի ժամանցի օբյեկտներն են շատացել, որը որ արդեն այլ հարկման ռեժիմ է գնում։ Մարզխորհրդի նիստին առաջին անգամ ներկա էր Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր ղեկավարը։ Համաֆինանսավորման ծրագրերը չեն շրջանցել նաև Փարաքարի մի շարք բնակավայրեր։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։